Զումերները ամենախելացի սերունդն են աշխատաշուկայում։ Մինչ բոլորը նրանց մասին խոսում են որպես ծույլ եւ կամքի ուժ չունեցող, նրանք առաջինը հասկացան այն, ինչ տնտեսագետները կոչում են մեծ դեկապլինգ, այսինքն արտադրողականության եւ վարձատրության միջև տարբերության աճը։ 1979 թվականից արտադրողականությունը աշխարհում աճել է 64%-ով, իսկ իրական աշխատավարձը ընդամենը 14%-ով։ Սա նշանակում է, որ մենք աշխատում ենք 1.5 անգամ ավելի արդյունավետ, քան մեր ծնողները, բայց դրա համար մեզ վճարում են կոպեկներ։ Ամբողջ ավելցուկը վերցնում է բիզնեսի սեփականատերը, այլ ոչ թե նա, ով ուղղակիորեն ստեղծում է այն իր աշխատանքով։ Զումերները պարզապես հրաժարվեցին իրենց հյուծմամբ ֆինանսավորել ուրիշի զբոսանավերը։ Երկրորդը հավատարմության էֆեկտիվ չլինելն է։ Վերջին տարիները ցույց տվեցին, որ մարդը, ով փոխում է աշխատանքը յուրաքանչյուր 1.5 տարին մեկ, իր եկամուտը մեծացնում է 50% ավելի արագ, քան նա, ով սպասում է բարձրացման մեկ ընկերությունում։ Զումերների համար աշխատանքը այլևս սոցիալական վերելակ չէ, երբ բնակարանը արժե 10-ից 15 տարվա եկամտի, այլ ոչ թե 3 տարվա, ինչպես 80-ականներին։ Կարիերայի սանդուղքը վերածվում է վազքողու։ Դու վազում ես ավելի արագ, բայց մնում ես նույն տեղում։ Z սերունդը առաջինն էր, որը ընդունեց. շատ աշխատես, հարուստ կդառնաս գործարքը պաշտոնապես չեղարկված է։ Իսկ ինչ ես կարծում դու, զումերները իսկապես չափն անցել են, թե նրանք պարզապես առաջիններն են, ովքեր համարձակվել են ասել ճշմարտությունը։